այսօր երկու ջրբաժանի առաջ է։ Երկրի ղեկավարը որոշում է ուզում է մեզ տանի մի ուղղությամբ, մենք էլ տեսնում ենք, որ այդ ուղղությամբ իր տարած է մյուս ուղղությունների պես վնասաբեր է մեր երկրի համար։ Որովհետև ուր տարավ, մենք վնասվեցինք, ուր արտաքին քաղաքական ձևով տարավ, Հայաստանը վնասվեց։ Հիմա եւս նոր մեկ միտք է իր մեջ ծառացել, որ ինքը պետք է ադրբեջանցիների հետ հարաբերությունները այնքան լավացնի, այնքան բարիդրացիական սարքի, որ ինչպես ասել է ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը, մի օր գա, որ հայերն ու ադրբեջանցիները Հայաստանում իրար հետ ապրեն։ Ժողովուրդ, այդ ինչից է, որ Ադրբեջանում հայերն ու ադրբեջանցիները իրար հետ չեն կարող ապրեն, բայց Հայաստանում պետք է ապրեն։ Դա մեր հաշվին է ամբողջ process-ը լինում։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարություն է տարածել 3 ամիս առաջ, այդ իրանց ասած ստորագրությունից առաջ, որտեղ նշել է, որ իրենք պետք է վերադառնան իբր իրենց պատմական հողերը։ Հայաստանը ամբողջ ասում են պատմական հողեր, Ղարաբաղը իբր իրանք մարսեցին, հիմա էլ ուզում են Հայաստանը ամբողջությամբ մարսեն։ Ինչն է հիմնական հարցը, հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրը կանգնացնելն է այս զիջումները։ Ինչ ուզել է Իլհամ Ալիևը մեր երկրի ղեկավարը արել է արդեն։ Ինչ ուզել է արել է։ Արցախը գիտեք, ջերմուկ մտել է 220 կիլոմետր քառակուսի վերցրել է Հայաստանի տարածքից։ Որևէ հայկական կողմը որևէ ձևով հարցը չի բարձրացնում։ Մեղրիում հայտարարել է, որ ճանապարհ չի տա, դրանից 5 տարի հետո ճանապարհ է տվել, 3-4 տարի հետո։ Ժողովուրդ, մենք պետք է կանգնացնենք, մենք չենք ուզում այդ մարդիկ կան ստեղ մեր հետ ապրեն, չենք ուզում, որովհետև իրանց հետ մենք յոլա չենք գնում։ Գնան, ստեղ հատուկ օրենք ենք ընդունելու, որով արգելվելու է, խաղաղությունը ստորագրվելու է, իմացեք մենք ունենալու ենք ամուր խաղաղություն, բայց խաղաղության ստորագրությունից հետո հատուկ օրենք է ընդունվում, որ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք չի ունենալու, Հայաստանում հող գնի, նվերստանա հող, որ չգրանցեն, որևէ այլ գույքի տնօրինման իրավունք չի ունենա, հիմա իրենք կարան ընկերությամբ հայատել լինեն և ունենան հող, կարան իրանց անունով բնակարան ձեռք բերեն, հենց որ խաղաղության պայմանագիրը ստորագրվեց, ինչպես Ադրբեջանի նախագահն ասում, իրան գալու են ստեղ ավտոմեքենաներով, մենք պետք է կանգնացնենք այդ ալիքը, ու այդ օրենքի անունը գրում ենք Ակա Սաֆարովյան օրենք, որովհետև Եվրոպայի սրտում, ամենակենտրոնում Եվրոպայի, իրանք հնարավորություն չունեցան պաշտպանեին մի այս պահի, ամբողջ ՆԱՏՕ-ի զորքն ընդեղ։ Ինչպես են իրանք պաշտպանելու մեզ տեղ 100,000-ավոր թուրքերին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։